Շան կարծիք կա, որ հարցը օրակարգ է բերել անձամբ Նեթանյահուն։ Եվ խնդիրը ասում են միայն Էրդողանը չէ։ Այո, բայց գիտեք, Էրդողան Նեթանյահու այս դեկլարատիվ փոխանպասանություններով ավելի ուրեմն թեժացած այս խնդիրը դրա համար էի ասում, որ քաղաքական ենթահող, քաղաքական հիմնավորումներ, պատճառներ, շարժարիտներ կան եւ ամենացցուն ուրեմն երևույթը այդ միջերկրականում էներգիայի պաշարների ընծովյա օգտագործման, արդահանման, քերշահույթների մասին այդ բոլորի սահմանազատման եւ գիտեք բադահական չէր, որ նաեւ Իսրայելը այս դարաձաշրջանում Գիբրոսի վերաբերող խնդիրներին ակնարկելով անգամ պահանջեց Թուրքիայի հերացումը Հյուսիսային Գիբրոսից։ Ուրեմն շատ զգայուն թեմաների առումով եւս փախվում են շահերը, թերևս հայտարարողական մագարտակի վրա, բայց օրինակ Սիրիայում կորզնաբես միջնորդավորված առումով ռազմական բախումներ էին, ուրեմն Թուրքիայի հովանավորչությունը վայելող Դամասկոսի ուժերի եւ ուրեմն Իսրայելի հովանավորչությունը վայելող դրուզների միջև եւ ներխուժման տեսքով այսօր Իսրայելը վերահսկում է սիրիական որոշակի տարածքներ իրեն համար ռազմագիտական նշանակություն ունեցող տարածքներ։ Այսինքն այո Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման այս գործընթացը թուրք-իսրայելական հարաբերությունների այդ ֆոնին սրվելը Ադրբեջանին երկընտրանքի առջև է դնում։ Գիտեք, բավական ոչ միայն երանգային, այլ շակրավ դարբերություններ կային Թուրքիայի եւ Ադրբեջանի արձագանքների միջև։ Պաստորեն Ադրբեջանը խորացնում է իր համագործակցությունը Իսրայելի հետ, եթե Թուրքիայի հետ լարվում են հարաբերությունները, այնտեղ ավելի խորացվում են, հատկապես գազային ուրեմն արևդուրի վաճառքի առումներով, բայց նաև անվտանգային, որովհետև իսրայելյան հենագետեր այսօր ուրեմն արկա են նաև Իրանի սահմանին Ադրբեջանի հետ գործակցաբար եւ Ադրբեջանը ուրեմն իր արձագանքում վերադեսության ենթարկելու առաջարկ էր եղել Իսրայել։ Մինչդեռ Թուրքիային շատ ավելի կոշտ մեղադրական ցեղասպանում բերություն լինելու մեղադրանք այդ բոլորը բացակայում էին Բաքվի արձագանքի միջև։ Ուրեմն փորձ էր արվում ուրեմն եւ առաջարկ Իսրայելին վերադեսության ենթարկելու հայոց ցեղասպանության ճանաչման իր որոշում։ Այս երանգային երբեմն բացահայտ տարբերությունը անպայման պետք է նկատել։ Գիտեք, նաև այստեղ նույն դրամապանություն, եթե որևէ բահի քաղաքական բահը հասունանա եւ օրինակ էներգիայի առումներով փոխվեն շահերը Իսրայելի եւ Բաքվի միջև, այդ դեպքում Ադրբեջանը գհիշի, որ Գազայում Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել, իսկ Իսրայելը գհիշի, որ Ադրբեջանը Սումգայիթում, Գիրովաբադում, Արցախում ընդհանրապես ցեղասպանություն է իրականացրել։ Այսինքն այս փող անպասանությունները ցեղասպանության թեմայով բարձ է, որ սերորեն առնչված են այս դեպքում դվյալ երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունների սրացումից, լարումից կամ առնվազն դեկլարատիվ առումով արժանացումից։ Դե հա, այդ դեպքում հարկ կլինի մոռանալ իսրայելական աջակցությունը Ադրբեջանին այդ գործողությունների ժամանակ։ Բնականաբար, որովհետև եթե նաև հայտարարողական արտությունից անցում անեն նաև գործնական քայլերի, ինչը Սիրիայի դեպքում, ինչպես նշեցի, միջնորդավորված
նաև անվտանգային արդյունքի վրա բախումներ տեղի ունեցան քայլերի մեջ նաև կարելի է նկատել այդ օժանդակությունների դադարեցումը, բայց այս պահի դրությամբ նույն դրվածքը չէ բնականաբար Ադրբեջանի հետ, ինչը նաև փոխվում է Թուրքիայի դեմ։ Շատ Հայաստանի գործող իշխանության արձագանքը Իսրայելի կառավարության այդ որոշմանը ինչպես եք վերաբերում։ Գիտեք, լուր մնալ չարձագանքել մի քիչ ընկալելի չէ։ Գիտեք, գուցե հասկանալի է նաև Իրանի ազդագայստը, որովհետև Իսրայելը Իրանի համար առաջին գլխավոր անվտանգային սպառնալիքն է եւ փոխադարձաբար իհարկե, բայց ամբողջովին լուր մնալը կարծում եմ ճիշտ չէ։ Կարելի է շատ թիվանակիտական ձևակերպումներով ուրեմն բացի ցեղասպանության ճանաչումից նաև ակնարկներ անել քաղաքական հանգամանքներին, ընդ որում նաև հիշել, որ ուրեմն բազմաթիվ անկրվաններին Իսրայելը ոչ միայն չէր ճանաչել, այդ լսումները խորհրդարանական իրենց լրումին չէին հասել, այլ նաև իսրայելական լոբին դարիներ շարունակ աշխատել էր, որ Միացյալ Նահանգներում ուրեմն ցեղասպանության ճանաչումը չվերածվի օրագարկի։ Բայց վերածվեց։ Բայց վերածվեց, որովհետև այնտեղ եւս իրավիճակ փոխվեց աշխարհակահաղական առումով եւ բոլորս հիշում ենք, որ Անկարայի եւ Վաշինգտոնի ուրեմն ճրերը նույն քեդով չէին ոսում այդ օրերը։ Ավարտեցինք այսօր։ Շնորհակալություն Շահան, որ միացար մեզ։